Պարոն Աղաբեկյան, ինչպես նախորդին այսօր էլ հաջակցություն Տիգրան Ուլուբաբյանի այստեղ եք, միջադեպի մասին ինչպես եք տեղեկացել եւ ինչ եք ակնկալում կոնկրետ այսօր քննչական կոմիտեի այս հարցակցությունից։ Միջադեպի մասին տեղեկացել եմ Ռոման Երիցյանից, փաստաբանից։ Առաջին իսկ օրվանից փորձել ենք տեղեկատվական մակարդակով մաքսիմալ շատ մարդկանց տեղյակ պահել, որովհետեւ սա առաջի դեպք չէ, սա հերթական դեպքերի շարանն է, երբ որ ոստիկանական ուժերը իրենց ցույց են տալիս ամենաթողության դիրքերից։ Այսօր էլ կարծում եմ, որ առանձնահատուկ ուրիշ այդպես որոշում չի լինելու։ Խնդիր է դրված մաքսիմալ ժամանակ ձգել, որպեսզի հանրային ուշադրությունը ժամանակի ընթացքում պակասի եւ իրենք էլ իրենց այդպես այնինչ չի սպանում ավելի ուժեղ է դարձնում եւ հիմա իրենք այդ տրամաբանության մեջ են։ Ամեն անգամ մենք ականատես ենք լինելու հերթական ոստիկանական բեսպրիձելի, որից հետո էլի ամեն ինչ փակվելու է։ Շատ են խոսում, ասում են նախկինում էսպես, նախկինում այնպես, բայց ես ամենայն դեպս այսպիսի այս մակարդակով, որ բոլոր ամեն ինչ ակնհայտ է, մարդիկ խոսում են, ցուցմունք կատարված եւ բոլորը թեմայի մեջ են եւ որևէ մեկը պատասխանատվության չի ընդարկվում, այսպիսի իրավիճակ ես դեռ չեմ տեսել։ Թեկուզ են նույն իրավապաշտպանները, որոնք որ ժամանակին, երբ որ մեկի այդպես մատը փուշ էր ընկնում, այդպիսի բարձրացնում էին ինչ-որ ձայն էին բարձրացնում, հիմա այդ նույն իրավապաշտպանների քաղաքացիական հասարակության ձայնը էլի չի լսվում։ Չգիտեմ, պետք է իրենցից հարցնել, ինչպես ստացվեց, որ այդպես որոշակիորեն իրավիճակ փոխվեց եւ հիմա ամեն անգամ չոր իրադարձություններ են տեղի ունենում, որից հետո էլի համապատասխան արձագանք չկա։ Աղաբեկյան, նշեցիք իրավապաշտպաններին, բայց կան նաև կոնկրետ շրջանակներ, մերձիշխանական այսօր, որոնք նախկինում դարձյալ շատ ակտիվ էին, ցանկացած փոքր-ինչ ոչ իրավաչափ գործողության մասին հանրությանը տեղեկացնում էին, ակցիաներ էին իրականացնում, այսօր լռում են եւ ոչ միայն լռում են, նույնիսկ այնպիսի գրառումներ են կատարում, որոնք տարանջատում են մտցնում Արցախ-Հայաստան միասնության մեջ, օրինակ ասում են արցախցի չէ, ղարաբաղցի հանցախմբերը գործի են դրել նոր մեթոդներ, այստեղ, չգիտեմ, աժոտաժ առաջացնել համար, այսպիսի մոտեցումներին, հայտարարություններին, ինչպես եք վերաբերում եւ արդյոք սա հենց հրահանգով է արվում իշխանություններին։ Իմ կարծիքով այո, հրահանգով է արվում, որովհետեւ անգամ եթե նայում ես այդ քարոզչական ալիքներին, այն մարդկանց ովքեր այդ հռետորաբանություն տանում են, իրենք այդպես երկու ուղղություն ունեն։ Այդ մարդիկ պաշտպանում են իշխանական քարոզչությունը եւ նարատիվներն են տանում եւ դրա հետ մեկտեղ հակաարցախյան քարոզչություն են անում, որովհետեւ իրենց իշխանության հենասյուների մեջ է հենց մտնում դա։ Երեք հիմնական ուղղություն ունեն, ասում են, որ վայ նախկինները գալու են, երկրորդը արցախցիները այստեղ ինչ որ գործընթացներ են իրականացնում, երրորդն էլ ամեն ինչ որ կա, Ռուսաստանն է մեղավոր։ Սա իրենց իշխանության հենասյուներն են եւ դրա համար էլ որևէ կերպ չեն հրաժարվելու դրանից, ավելին նախադեպ էր եղել, երբ որ ես հասարակական կազմակերպության միջոցով դիմել եմ դիտորդ մարմնին, կոնկրետ խոսնակ լրատվականի մասով, որ առավոտից իրիկուն իշխանության ռոպագանդա էր անում եւ հստակ հակաարցախյան քարոզչությամբ էր զբաղված։ Փորձագիտական եզրակացությունը եղել է, որ այդ մարդիկ կոնկրետ դրանով զբաղված են։ Հստակ կա լրագրող, որ այդ միկրոֆոնը բռնած մոտենում է մարդկանց հարցերը, բայց որևէ մեկին ոչ մի պատասխանատվություն չի ենթարկվել։ Ավելին կա ուժային նույն կառույցներ, նույն ազգային անվտանգություն, ոստիկանություն։ Եթե դու իշխանական գծի մեջ ես, ինչ ուզում ես արա, ոչ մի խնդիր չունես։ Այդպես դրանից ելնելով էլ հենց երևում է այդ ամենաթողությունը, որ կա, չգիտեմ, Ռոման Բաղդասարյան կլինի կամ դրա նման մի ուրիշ քարոզիչներ կլինեն, այդ մարդիկ այդպես ինչ որ թաքնված միտեղ չեն, բոլորն էլ հստակ են, հստակ հակաարցախյան քարոզություն են տանում, որ նախադեպ կա, երբ որ այդ ԿՎՆ-ի մասնակիցը ինչ որ արտահայտություն էր դրա համար մարդուն Արմեն Գրիգորյանն այդ մարդուն փաստացի սպանեցին, բայց այդ մնացածները, որոնք որ չգիտեմ, հստակ ներազգային ատելություն են տարածում, իրենք ոչ մի խնդիր չունեն։ Իրենք ավելին, ես վստահ եմ, որ իրենք անգամ այդ իրենց հենց այդ նարատիվների միջոցով սնվում են։